Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ քննարկումների և փակ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին. Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Պարոն Փաշինյան, քանի որ դուք եք առաջին իշխանությունն ընտրելու հանձնաժողովները սկզբում ըստ դոնտի։ Հազար ներողություն, էդ էլ ասեմ, որ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն, Որ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, չնայած մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդարանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա, ինչ որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։